Եք դեպի մարզահամերգային համալիր, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսակապով ելույթը հնչեց եւ ավարտին այսպիսի մի խոսք ասաց, որ Ադրբեջանը գնում է խաղաղության օրակարգին, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, որը հաստատեց նաեւ Հայաստանի իմ գործընկեր, այսինքն Նիկոլ Փաշինյանը իր խոսքում հաստատել է, որ Ադրբեջանը գնում է դեպի խաղաղության, սա Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նախ չկա որևէ բան, որ Ալիևը ասի եւ մերես բանը չկրկնի, ակնհայտ է, որ Ադրբեջանը հիմա ունի Հայաստանում իր դրածոյին, իր ենթակային, իր առաջ խոնարհվածին եւ Ադրբեջանի բոլոր պահանջները, նախապայմանները սա հլու հնազանդ կատարում է։ Ադրբեջանը կարող է, Ալիևը կարող է ասել գնում է խաղաղության, որտեղ Ադրբեջանի պահանջները չեն ավարտվել, Ադրբեջանը Հայաստանը պահում է ուղղակի պատանդի վիճակում, իշտ պատանդի վիճակում է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր մյուս գերիներին, մեր ինքնիշխան տարածքի Նիկոլի ասած ինքնիշխան տարածքի բոլոր ստրատեգիական կետերում Ադրբեջանը այսօր նստած է եւ կարող է ով է լինել իր փոխարեն ասել գնում եմ խաղաղության, բայց իհարկե հիշում եք, որ դեռ կա սահմանադրության փոփոխության պահանջ, 300 ադրբեջանցիների իրենց հողերը վերադառնալու պահանջ։ Մենք այսօր ինչ որ առումով օկուպացիայի մեջ ենք։ Օկուպացիայի մեջ ենք նաեւ այսօրվա վաղվա այս միջոցառումներով, որովհետեւ եվրոպական այս լիդերների ներկայությունը Հայաստանում ընդհանրապես մեկ բան է՝ աջակցել Նիկոլին, որը իրականում աջակցում է Ալիևին։ Եթե հիշում եք, եկող տարի Ադրբեջանի դրույթ առաջ նույն միջոցառումը կազմակերպվելու է Ադրբեջանում, հերթական գործարքներ են կնքել, Ալիևը համաձայնվել է, որ այստեղ անցկացվի, որպեսզի Նիկոլը վերարտադրելու շանս ունենա, որը արդեն 0-ի է մոտենում, եւ բնականաբար Նիկոլն էլ աջակցել է, որ հաջորդ տարի նրան գնան Ադրբեջան Ալիևին աջակցելու։ Այս զույգը սինխրոն համատեղ աշխատում են մեր ժողովրդի, մեր պետականության դեմ։ Շնորհակալ եմ։